Փույսեր ու գործարանները։ Փույսերը ապրող մարմիններ են և գաջին հողին մեջ։ Փույսերու գործարաններն են արմադը, որ հողին մեջ մտած մասն է, ցողունը, որ հողեն բարձրացած մասն է, և տերևները, որոնք ծառի շնչառության գործարաններն են։ Փույսերը կապրին իրենց գործարաններու միջոցով։ Ցողունին միջոցով սնունդը արմադեն կհասնի փույսերու մնացած մասերուն։ Կան ցողուններու տարբեր տեսակներ։ Վեր բարձրացող ցողուններ, օրինակ վարտի ցողունները։ Կան գետնի վրա տարածվող ցողուններ, օրինակ ելագի ցողունները։ Կան նաև փաթթվող կամ մաքլցող ցողուններ, օրինակ որդադունգի ցողունները։ Փույսերը շնչելով տերևներու միջոցով թթվածին կուտան։ Անոր համար ալ փույսերը շատ կարևոր են մարդոց և կենդանիներու համար, որովհետև կապահովեն մեր թթվածինն ու սնունդը։ Ծառերուն ցողունը կկոչվի փուն, որ կլա կարծր և հաստ։ Շատ մը ծառերու փունը կօգտագործվի իբրև վարելիք փայտ։ Որոշ ծառերու փայտերեն նաև գահույք կպատրաստվի։ Ծաղիկները սկիզբ կառնեն սերմերեն, որոնք հողեն ու ջուրեն սնունդ ստանալով կվերածվին ձիլերու, ապա աճելով կունենան ցողուն և տերև։ Ծաղիկը փույսին վրա ամրացված է ծաղկակալով։ Ծաղիկին գլխավոր մասը բսակն է, որ կազմված է բազմաթիվ թերթիկներ է, որոնք երբեմն փուրավետ են։ Բսակին քույներն ու փուրմունքն են, որոնք կգրավեն մեղուները, թիթեռնիկներն ու այլ միջատներ։ Անոր շնորհիվ է, որ կկատարվի փոշոտումը միջատներու և քամիի միջոցով։ Բսակին տակ կգտնվի բաժակը, սովորաբար կանաչ գույնով, որ կձևավորե ծաղիկի արտաքին մասը։ Մինչև ծաղիկին բացվիլը բաժակը կպաշտպանե զայն ցուրտեն ու միջատներեն։ Բսակին կեդրոնը կան կլոր գլխիկով փարակ թելեր, որոնք կկոչվին առէջներ։ Առէջներուն վերին մասի վրա կարտադրվի փոշին, որ անհրաժեշտ է ծաղիկի բեղմնավորման համար։